Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանությանը հաղթելու։ Միանշանակ ուրիշ։ Ինչպես եք պատկերացնում, ինչքան ձայներով։ Ես այդպիսի բան ես չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետ եկածը կարաճակ։ Եթե չի լավ, ոնց է քո անա։ Ես ուղղակի հարցնում եմ, բայց ուղղակի ես խնդրում եմ ձեզ, ձեր ցավը տանեմ։ Մենք բոլորս այս երկրում ներողություն, ձեր անը ոնց է։ Մանյա ջան, մենք բոլորս այս երկրում ապրում ենք։ Կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն։ Եթե ցանկացած մարդ իր ուզածը պետք է իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի, մարդը կարող է իր կյանքից բավականություն ստանալ։ Կուսակցական պատկանելիությունը կապ չունի։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է նորից ոչ թե ինչ որ դրա կարիքը ես ունեցել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի, այլ սիրտս ցավում է, տեսնելով որ այդ իմ ազգը այդ ծանր վիճակում, որ ստի ձևական, սուտ խոսալով, ասելով, քամի անելով, ախ չի կարելի այս երկիրը, հնարավոր է զարգացնել, ծաղկացնել, լավ փոփոխություններ լինի, որ մարդիկ լավ ապրեն, մարդիկ այսօր թե առողջապահության, թե սնվելու խնդիրը, միջազգային վերլուծաբան ներկայացնում են 18% մարդիկ սնվելու կարիք ունեն։ Պրոստը այսօր ձեր ցավը տանեմ, դա ձեր գործն է, ասում եք, բայց իմ ուզած ես ասենք թե նայելով որ այսօր խնդիրներ է սարքում Ծառուկյանի գլխին 25 տարի գործանարել են, որ խոսես կխլենք, խոսես այս տունը կառնենք, ես իմ քեզ կդատապարտենք, Ծառուկյանը ինչ ասի, ես պատրաստ եմ, ես իմ ասենք թե ամեն ինչ իմ հայրենիքի հետ չեմ փող, այդ բոլոր իմ ժողովրդին բոլոր տեղերն հարցես, իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, ու դա ոչ թե միայն տակ-տակ խոսում եմ, ամբողջ կյանքս արել եմ, ստեղծել եմ, կառուցել եմ, զարգացրել եմ, աշխատատեղեր եմ բացել, եկեղեցիներ եմ կառուցել, բարեգործություն եմ արել, ոլորտ չկա որ առաջ չնեմ։ Այսօր ինչքան գումար ասենք թե նայելով Ծառուկյանի վրա 250 միլիոն Ծառուկյանի վրա, Ծառուկյանը 500 միլիոն Օլիմպիական կոմիտեի վրա փող է դրել, Օլիմպիավան եմ կառուցել, որ աշխարհում չկա, 300 միլիոն դրել եմ ազգի պատիվը բարձր պահելու համար։ Տարեկան ինչքան նվերներ, ինչքան թոշակներ ինչեր անում եմ, իրանք դրել են որ եթե մարդը կարա 500 միլիոն սպորտի վրա ծախսի, 0-ից կայացնի, հիմա Ծառուկյանը այսօր պետք է ապօրինի հարստացում։ Իմ այդ տարածքը ժողովրդին հարցեք Ծառուկյանը ինչից է սկսել, որ ամբողջը գիտեն, աշխատե, ստեղծե, կառուցե, փայաբաժին էլ հանելա։ Մարդիկ պետք է վերադառնան իրական կյանք, դադար խոսալով, սուտ ասելով, դա չի կարա երկար տիվ, արդեն տրակել է, չի կարա, սուտ ասել։ Այո։ Ձեզ ինչի վերջին շրջանում հատկապես Քարոզարշավի, հատկապես դուք հայտնվեցիք իշխանությունների քննադատության թիրախում։ Եթե նայել եք բանավեճում Փաշինյանի հարցը նաև ձեզ էր ուղղված, եթե Եթե ես ձերանը ոնց էր։ Ռոբերտ ջան, եթե ես այնտեղ էի, տեղին ամեն ինչ կպատասխանեի։ Ես ասենք դու տեսակ, որ հավաքն իմ ասենք թե մեծ հանրահավաքն է, որ ես պետք է իմ ժողովրդի հետ լինեի։ Այսինքն այսօր նայելով որ հիմնական ինչ են մարդիկ ներթանան, որ ցավոտ տեղերի խփում ես, որ լիարժեք ես ասենք թե կետ ասել եմ, ինչ խնդիր կա այսօր։ Բայց ես պատասխանում եմ։ Ինչ հարց, ասեք։ Բանավեճի ընթացքում հնչած հարցին, որ ուղղված էր ձեզ։ Ինչ էր ուղղված։ Չեք նայել բանավեճը։ Չեմ նայել, այո։ Բայց ասեցի ես ընդդեմ մարդիկ էլ ասեն, եթե Ծառուկյանը ընդեղ չի, հարցը ինչի համար եք տալիս, ինչ ես ուզում դրանով ասես։